Ինչ վերաբերում է, քանի որ մենք եթեր չենք ունեցել, այս սրա վերջին այս fake բաներից, հա գիտեք, ամեն կիրակի մի fake միջոցառում է կազմակերպում, անունը դնում է ուրեմն պատարակ, այս անգամ դա Թալինում էր եւ ել ավելի ցածր բաներ ունենում, հա, հաճախելիություն։ Ուրեմն սա գիտես ինչին է նման, սա որ ոդկաստ էր սկսեք ընկա հետ անել, նու զուգընկերուհու ամեն հաջորդ թողարկումը կրկնակի ավելի քիչ մարդ էր դիտում, տենց առաջին 30 քանի հազար դիտվեց, հետո 10 քանի, հետո 7-8, հետո 3 ու հետո վերջացրեցին դրանով։ Մի 3-4 թողարկում արեցին, դրանով ավարտվեց։ Սա շատ նման է դրան, այսինքն առաջին ինքը մաքսիմալ փորձեց ու մեկը խայտարակցած էր արդյունքներ էր, երկրորդը էլ ավելի վատ, երրորդը էլ ավելի խայտարակ։ Հիմա էլ ինչ որ Խաչիկ գյուղում ես ինչ անում, մի խոսքով ակնհայտ էր ումա, որ նույնիսկ այդ վարչական ռեսուրսով չեն կարողանում ապահովել տենց ինչ որ պատրանք, թե իբր հանրային լայն աջակցություն ունի իրանց այս սրբապղծությունը, որ իրանք իրականացնում են։ Նաև ուրեմն այստեղ պետք է անպայման նշել, որ ուրեմն կարգալույծ են արել նաև Տարոն, հա, Տարոն էր անունը։ Տեր Տարոն, այն որը գնացել էր բանին թողել էր, կնգան թողել էր, թռել էր տաքսի էր քշում, այդ տղուն էլի։ Հա, որ ասում են որ ընտանեկան խնդիրներ ուներ, բան գնացել մի խոսքով իրանել։ Դեպ շատ հետաքրքիր պատճառով են կարգալույծ արել, լրիվ կրոնական հիմնավորմամբ, քանի որ ինքը թույլատրել էր, որ այն կարգալույծ եղածը գարու պղծեր խորանը մեկ այլ եկեղեցու, դրա համար արել են։ Խոսքը գնում է Տեր Տարոն Քահանա Հունանյանի մասին։ Այն մյուսնով էր Թալինին, Տեր Թադե։ Դա հələ որ չէ, բայց կանդիդատ է էլի, կանդիդատ է, դե բնականաբար։ Ես ողջունում եմ եկեղեցու այս սկզբունքային դիրքորոշումը։ Ցանկացած մեկը, որը միանում է սրբապղծությանը, հետ ճանապարհ չկա։ Արդեն չեն կարա մեկին ասենք, ասենք հարց առաջանում, չէ՞, բայց եթե նույն բանն են արել երկուսը, ոնց կարա մեկին օրինակ դրա համար կարգալույց անել, մյուսին չանել։ Որևէ մեկը հոգևորականներից, որը միանում է այս սրբապղծությանը Նիկոլի կողմից իրականացվող, շատ հստակ եւ ուրեմն օպերատիվ արձագանք պետքա ունենա այդ իրադարձությունը, քան այդ դրանց պետքա արագ ուրեմն իզոլացնել հայ առաքելական Սուրբ եկեղեցուց, որ չպղծեն իրանց ներկայությամբ եւ նաեւ տալ հնարավորություն մարդկանց, հավատավոր մարդկանց, ովքեր չեն կարող ազատ արտահայտվել այն պայմաններում, երբ այդ մարդիկ շարունակում են կրել եկեղեցական կոչումներ, արտահայտել իրենց վերաբերմունքը, հա, դա ազատում է այդ մարդկանց այդ հավելյալ բեռից։ Թադեի մասով մի հետաքրքիր բան է, կա, ուրեմն իրանք պարտավոր են պատարակի մեջ հիշատակել Վեհապար Հայրապետի անունը։ Դա չի արել ու դրա մասին կա շատ խոսակցություններ։ Ես էլ եմ Ոմոմյանում Վազգենի իմ եկեղեցազգաց ընկերոջ շնորհակալություններին եւ օքեյներին ու ասեմ ձեզ, մենք ամբողջությամբ հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողքին ենք մեր քարոզչական բոլոր հնարավորություններով եւ մեր հանրային կեցվածքով։ Հենց որ շնորհակալություն ճիշտ գործողությունների համար։